Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի Facebook-յան ընկերներ, սիրելի փանթի օլիգարխյան, մերժած, պրոբասերժական խուլիգան բանտան մերժած, հավերս, ծմա, անվերադարձ, մերժած հայ մարդիկ ջան։ Ուրեմն նորից հենց համացածում անընդհատ ականատես լինելով տեսնում ենք, որ այս Մոսկվա բնակ օլիգարխները հայ մարդու կողմից մերժված ռոբասերժական մարդասպան թալանչի մաֆիան ոգևորված ինքնավստահ սենց շարժումներ են անում հույս ունենալով, որ 2021 թվականի 18+ քաղաքական այդ գործիչներով սենց միանալու են իրար ու ժողովրդին հաղթեն։ Հույս ունենալով, որ միանալու են իրար այդ 18+-ով հաղթեն ժողովրդին, նորից տիրանան ժողովրդի սեփականությանը եւ ժողովրդի սեփականությունը եւս տասնյակ տարիներով օգտագործեն իրենց անձնական հաջողությունների, իրենց անձնական հարստության եւ իրենց կիլերներին երես տալու համար։ Գիտեք ինչ, 2021 թվականին էլ դուքն էիք, նույն անուն ազգանուններով, նույն դեմքերով, այս ժողովուրդն է, նույն ժողովուրդն էր իր սեփական իշխանության հետ միասին։ Ուղղակի ձեզ հաջողվեց 2018 թվականին մերժված ռոբասերժական խուլիգան բանտային եւ իրենց փնթի օլիգարխային հաջողվեց այդ պահին, այդ ժամանակահատվածին հայ մարդու վիրավոր վերքերի վրա աղ լցնելով ինչ որ հաջողություն գրանցի եւ հայտնվի ազգային ժողովում։ Սիրելի մարդիկ, մենք հստակ գիտակցում ենք եւ տեսնում ենք, որ սրանք անընդհատ փորձում են անընդհատ սենց հայ մարդու վերքերի վրա աղ լցնելով ինքնահաստատվեն։ Կապնում են հայ մարդու ամենաթույլ օղակներին, այսինքն անընդհատ վիրավոր հայ մարդու վերքերի վրա աղ լցնելով ինքնահաստատվում են։ Իրանց սատկած եթիմ մնացած, որ մնացած քաղաքական կյանքն են փորձում ակտիվացնել։ Նախ Ժորժ ջան, ես մի բան ասեմ։ Այս որ դուխից են խոսում համարձակությունից Էսյանենյան, մենք ասում ենք հստակ եւ պատասխանատու։ Մենք մեզնից դուխովը ոչ մեկին չենք ճանաչում, ցանկությունը չունենք ճանաչելու։ Մենք մեզնից հայրենասերը ոչ մեկին չենք ճանաչում, ցանկությունը չունենք ճանաչելու։ Մենք մեզնից հզորը ոչ մեկին չենք ճանաչում եւ ցանկությունը չունենք ճանաչելու։ Ու այս խոսքերի իրականության, այս խոսքերի լուրջությանը հունիսի 7-ին այս փաթեթը Մոսկվա բնակ օլիգարխի հետ միասին սա իր սեփական մաշկի վրա կզգա քաղաքական մակարդակով։ Այս խոսքերի լրջության ցավը քաղաքական մակարդակով հունիսի 7-ին իրենց սեփական մաշկի վրա կզգան։ Այս խոսակցությունը գալիս է նրանից, սրանց ոգևորված, որ սրանք միջ առեսօրս լուրջ խնդիր ունեն շատ մոտիկից հայ մարդու հետ ծանոթանալու։ Սրանք այս ոգևորված խոսակցությունները, շարժումները գալիս է նրանից, որ սրանք չեն ճանաչում հայ մարդուն, եւ սրանք պարտավոր են ուղղակի, ուրիշ տարբերակ չկա։ Ստիպված են լինելու հայ մարդուն շատ մոտիկից ճանաչելու, շատ մոտիկից։ Եվ հայ մարդու ուժը, կարողությունը, հնարավորությունը զգալու են իրենց մաշկի վրա, զգալու են։ Եվ վերջնականապես հունիսի 7-ին, երբ որ սրանք շատ մոտիկից կծանոթանան հայ մարդու հետ, այս հայ մարդու հետ երբևիցե կապ չունեցածները, հայ մարդուն տասնյակ տարիներով արևանգած, վախի ստրախի մեջ պահած խուլիգան բանտա, որ տասնյակ տարիներով արևանգել են հայ մարդուն զրկելով իր սեփական պետությունում ազատ արտահայտվելու իրավունքից, ինչ-որ միած սրճարանում անվաղ ազատ նստելու իր ժամանակը անցկացնելու հնարավորությունից, որ հայ մարդուն զրկել էին իր սեփական պետությունում իր սեփական իշխանության ճակատագիրը որոշելու իրավունքից, հայ մարդուն զրկել էին իր սեփական պետությունում ներդրումներ անելուց, ինչ-որ ներդրումներ, որովհետև հայ մարդը վախեցած էր։ Հայ մարդը ասում է լավ, այս ներդրումը բերեմ դնեմ, այսքան փողը բերեմ դնեմ, բայց որ եկուս չելոր,
Մեկը զանգի, ստեղ հաշիվ փակեք, այնտեղ հաշիվ փակեք, մի կազի, օй նախագահը կրվել է, մի կազինոյում տարեք, ես ինչ հաշիվը փահեք, նախագահի աղբոր լակոտներ ես ինչ սրճարան նստած են, գնացեք հաշիվը փակեք։ Կամ նախագահի աղբերը կամ իր կիլլերները գան, այս արած դրացի մեջ փայ մտնեն 50 անեն։ Այո, հայ մարդը զրկված է իր սեփական պետությունում, ազատ, անկաշկատ, անվաղ, ապրելու, արարելու, իր ժամանակը, իր ժամանցը անցկացնելու, իր կարծիքը, իր ձայնը բարձրաձայն արտահայտվելու, իր իշխանության ճակատագիրը որոշելու հնարավորությունից զրկված։ Եվ այո, տասնյակ տարիներով վախի ստրախի մթնոլորտի մեջ ռոբասերժական խուլիգան բանտայի կողմից տառապել է։ Եվ այս տահակները, այս անբարոյականի վաստակները միջ առեսուրս չեն դադարում հայ մարդու արունը ծծելուց։ Եթե սրանք կան միջև մասես գոյատևում են, թափրտում են, Ժորժ ջան, իմ սուբյեկտիվ կարծիքով, սա թավշյա հեղափոխության հարստությունն է, արժեքն է։ Այո, թավշյա հեղափոխության հարստությունները եւ արժեքները թույլ տվին եւ թույլ են տալիս, որ սրանք սենց ողջավորված շարժումներ անեն։ Մտեն համարցակ տղու կերպարի մեջ, հայ մարդու կերպարի մեջ ու սկսեն ավել պակաս լեզուն ոտների տակ գծած ափրծփեր հաչալը։ Սա թավշյա հեղափոխության հարստությունն է, արժեքներն է։ Եվ ինչ են ասում հայ մարդուն։ Լիքը հայ մարդ, ինչ են ասում սրանք հայ մարդուն, սենց տեսախցիկների առջև ասում են, օй, հայ մարդիկ։ Հիասթափել են իշխանությունից։ Այլևս վարչապետը այն վստահությունը չի վայելում, ինչ վայելել է 2018 թվականին։ Եթե ինչ-որ մի տեղել 7 գլխանի վիշապ, հայ մարդու այրան կարոտ մնացած ռոբիկ։ Եթե կան հայ մարդիկ, որ ջղայնացած են վարչապետից։ Բայց այդ ջղայնության պատճառը դուք չգիտեք ինչի մեջ է։ Չեք ուզում իմանալ այդ ջղայնության պատճառը։ Այդ ջղայնության պատճառը ձեր ներկայությունն է։ Ձեր տեսախցիկների առջև հայտնվելն է, ձեր անպաշտելությունն է։ Այո, եթե ինչ-որ միտեղ հայ մարդիկ ջղայնացած են վարչապետից, միակ լեգիտիմ պատճառը դա ձեր ներկայությունն է, ձեր անպաշտելությունն է, որ դուք միջև հիմա հայ մարդու սրտով եւ ուզածով չեք պատժվել եւ ամեն մեկը ձեր արժանապատիվ տեղը չեք գտել։ Այո, նեղացած են եւ պատճառը հենց էդի է։ Հենց էդի է։ Եւ հանուն Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության, հզորացման, բոլոր ոլորտերում զարգացման, հարստության, հանուն հայ մարդու 2018 թվականին ձեռքբերման պետք է վերջնի թավիշին 1-2 ամսով էլի քաղաքական մակարդակով հանուն հայ մարդու, հանուն 2018 թվականի ձեռքբերման պետք է վերջ դնի թավիշին։ Այլ տարբերակ չկա։ Հայաստանի Հանրապետությունը ամբողջ աշխարհում միակ պետությունն է, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, եւ այս փնթի օլիգարխները հայ մարդկանց ովքեր տասնյակ տարիներով առնակամ են արել, եւ այս ռոբասերժական խուլիգան բանտան այս կարգավիճակի մեջ է։ Չկա աշխարհում հենց այդ պետություն չկա ուղղակի, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություններ ու այդ փնթի օլիգարխիան եւ բռնապետ ռեժիմը ունեն այն կարգավիճակը, ինչ ունեն սրանք։ Չկա աշխարհում այդ պետություն գոյություն չունի։ Միակ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է, որ հեղափոխություն է տեղի ունեցել եւ մերժված բանտան հայ մարդուց թալանած կապիտալը որպես զենք ուղղել է հայ մարդուն եւ միջի հիմա պատերազմ է հրահրել հայ մարդուն։ Եվ միջի հիմա հայ մարդու արունը ծծում է։ Միակ պետությունը դա Հայաստանի Հանրապետությունն է։ Ամբողջ աշխարհում, որտեղ տեղի ունեցել հեղափոխություններ, մերժված բռնապետ ռեժիմը եւ իրենց փնտի օլիգարխիան ամեն մեկ իրենց արժանապատիվ տեղը գտել են։ Եվ այլևս անհասանելի են դարել հասարակության առջև։ Եվ հանուն Հայաստանի Հանրապետության լինելության պետք է վերջ դվի թավիշին։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Ու վերջ կդամի թավիշին։ Իհարկե էլի քաղաքակիրթ մակարդակով վերջ կդնի թավիշին։ Այս դուք սենց, եթե ձեր պատճառով կան հայ մարդիկ, որ ջղայնացել են վարչապետից, դրանից ողջևորվել եք, հա, այդ ջղայնացած մարդկանցից ողջևորվել եք։ Ես այդ ջղայնացած մարդկանց ցավը տանեմ։ Այո, հենց այդ ջղայնացած մարդկանց ցավը տանեմ ես։ Ինչքան ուզում այդ մարդիկ ռոբասերժական խուլիգան բանտայի պատճառով ջղայնացած լինեն վարչապետից, միևնույն է իրենք քաղաքակիրթ մակարդակով, ոչ էլ հենց քաղաքակիրթ մակարդակով է, իրենք վրեժումն են լուծելու ձեզնից։ Ու այո, ես որպես քաղաքացի 100 հազարավոր այդ հայ մարդկանցից մեկը, ես վրեժ ունեմ ռոբիկից, անցապ ռոբիկից վրեժ ունեմ լուծելու։ Ինչ կա որ վրեժ ունեմ լուծելու։
Եվ Ռոբիկի բերանից վարար գետի նման հունիսի 7-ին մերժված խուլիգան բանտայից, այս Մոսկվա բնակ փանթի օլիգարխայից 2018 թվականի մերժված այս փաթեթից քաղաքակիրթ մակարդակով վարար գետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած ծարունը եւ այո հունիսի 8-ին ձեր լինելությունը եւ գործունեությունը դադարեցվելու է Հայաստանի Հանրապետությունում որովհետեւ հայ մարդը վերջնականապես իր ասելիքը ձեզ չի ասել Իր ասելիքը ձեզ չի ասել 2018 թվականին հայ մարդը իր ասելիքը ձեզ ասեց իր անելիքը արեց եւ հանձնեց քաղաքակիրթ մակարդակով հանձնեց իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնին հանձնեց իրավապահ մարմինների պետական ինստիտուտ պետական համակարգի հետ ինստիտուտի դատին բայց արի ուտես սիրելի հարգարժան դատավորներ ձեզնից ոչ մի իրավապահ ինստիտուտի աշխատող ոչ մի դատավոր ոչ մի քննիչ ոչ մի ոստիկան Էսա մենք չենք հասնելու մեր աշները թարթենք, ոչ մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավ չեք անելու, ներողություն, քարոզարշավ չեք անելու, գյուղեր չենք ացելելու, քաղաքներ չենք ացելելու, հայ մարդկանց տված հարցերին պատասխան չեք տալու։ Էսա ձեր աչքի առջև Հայաստանի Հանրապետության վարչապետը էսա քարոզարշավ կանի, ու կտեսեք հայ մարդկանց 90% բացացած հարցերը ինչու է կայանում։ Գիտեք ինչ, հունիսի 7-ին հայ մարդը վերջնականապես ստանձնելով դատավորի դերը իր դատավճիռը վերջնականապես կայացնելու է եւ տասնյակ տարիներով սպասված վրեժը հայ մարդը իր քաղաքական մակարդակով լուծելու է վերջնականապես լուծելու է եւ վերջնականապես ազատվելու է այս օտարների այս հայ մարդկանց հետ երբևիցե կապ չունեցածների սպառնալիքներից մարտարավերներից Եվ իրենց գործնեությունը կասեցնելու է Հայաստան, իրենց լինելությունը կասեցնելու է Հայաստանի Հանրապետությունում։ Անկախ նրանից, թե տասնյակ տարիներով դուք ոնց եք Հայաստանի Հանրապետությունը օգտագործել ձեր անձնական հարստության համար, ինչ կապիտալ եք դիզել, եւ հիմա այդ կապիտալը, մեզնից թալանած այդ կապիտալը ոնց եք որպես զենք ուղղել մեր վրա, անկախ այդ ամեն ինչից ձեր կապիտալից, ձեր հարստությունից, մենք անհնարինը հնարավոր սարքելով մեր ասելիք ասելու ենք, մեր անելիք անելու ենք։ Այն անհնարինը հնարավոր սարքելով, որի մասին դուք ամենեն սարսափելի երազում անհնարին է մտածելը, այդ անհնարինը հնարավոր դարձնելով, մենք մեր ասելիքը կասենք։ Սիրելի մարդիկ, գիտեք ինչ, դուք մի մտածեք, որ Մոսկվա բնախ կալուգացի այդ Տաշիր Սամվելիկը Իրանից ֆիգուրա կամ հեղինակություն։ Դա սովորական մի մարդ է, ով ուղիղ տեղավորված է մերժված փաթեթի մեջ։ Դա փաթեթի մի մասնիկ է։ Տաշիր Սամվելիկը ուղղակի որպես դրամանպանակ է Հայաստանի Հանրապետությունում։ Ուրիշ ոչ մի բան, կթուկկով է եւ ճարպիկ մարդիկ չկորցնելով հնարավորությունը, ինչքան կարողանում են Տաշիր Սամվելիկին կթում են, այդ դրամանպանակին։ Տաշիր Սամվելիկը եւ իր շատ փոքրիկ անհասկանալու դեմքերով IT մուրուքով իրենց դեմքերը տանում ոչինչ չի ասում այդ մարդկանց մենք առաջի անգամ ենք տեսնում ով են դրանք այդ իրանց այդ փոքրիկ փնթի երեսառած մեծահոգի օտարներով դրանք սկի Հայաստանի Հանրապետության գյուղերը քաղաքներից չեն տարբերում սիրելի մարդիկ եթե մի մարդ ով քաղաքական հայտ է ներկայացրել մտել է մեծ քաղաքականության մեջ ուզում է վարչապետ դառնա եթե Հայաստանի Հանրապետության գյուղերը եւ քաղաքները իրարից չի տարբերում այդ մարդու հետ ինչ խոսանք սա ընտանիքով եկել նստել են չգիտեմ եթերներ են անում իրանց են գովաբանում տաղեն եկել նստել է չգիտեմ սեքսի նախարարություն է բացում իր աղջիկը ասում է ստիպված եք լինելու համակերպվեք մենք իշխանության ենք գալու աղջիկ ջան դուք եք ստիպված լինելու համակերպվեք որ ձեր հայրը այլևս Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բան է դուք եք ստիպված լինելու համակերպեք որ ձեր հայրը ուղղակի կթուկկով է դրամապանակ եւ ոչ մի հեղինակություն չի վայելում Հայաստանի Հանրապետության հետ որովհետեւ ձեր հայրը երկու կոպեկ գրոշտերի դիմաց Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարևորագույն արժեք ունեցող հարստությունն է ձեր բերել ու իր անձնական հարստության համար աշխատացրել ձեր հայրը երկու կոպեկի Սենց բարեգործություն արել տասնյակ հազարավոր կոպեկների հարկերից խուսափել, տասնյակ հազարավոր դոլարների ռեկլամ ընկել։ Ձեր հայրն է հայ մարդկանց խոպանչի սարքել, կոպեկներով խոպաներում աշխատացել, ոմանց է գցել,
Այն մարդիկ էլ ովքեր որ գծվել են հայ մարդիկ, աշխատավոր հայ մարդիկ համարձակվել են գան հորդ հետևից, հայրիկը չեչեներին հրավիրել է եւ Մոսկվաներում աշխատավոր հայ մարդկանց, ձեր հայրիկի կողմից գծված աշխատավոր հայ մարդկանց ծեծի ենթարկել։ Ասում են դոդի գագո, Ծառուկյան գագո, ով է Ծառուկյան գագոն, ով։ Ծառուկյան գագո մի տեսակ է, ով չի համակերպվում իրական Հայաստանի Հանրապետության այս կարգ ու կանոնի հետ։ Ով ուղղակի աբիժնիկ է իշխանությունից, հայ մարդու կողմից ձևավորված հայ մարդու իշխանությունից։ Ինչի համար աբիժնիկ, որովհետև ցանկացած հայ մարդու նման հավասար մտել է հարկային դաշտ, այլևս չի կարող 2 կոպեկ բարեգործություն անի 10 հազարավոր կոպեկների, չգիտեմ, հարկերից խուսափի, այլևս չի կարողանում տոնը բարձրացնի իշխանության վրա, այլևս մի սովորական քաղաքացի է, ինչպես մի այլ ուրիշ քաղաքացի։ Դրա համար ինքը ներսրտվել է։ Դրա համար ինքը ներսրտվել է, ասում է ոնց կարամ ես մնացած քաղաքացիների նման հավասար քաղաքացի լինեմ, հավասար իրավունքներ ունենամ։ Բա ոնց չի կարա իմ տղան ոնց չի կարա մարդ սպանի ու դրա հերնի կայֆաբատ տնի։ Ոնց կարա իմ տղան մարդ սպանվի ու թողնի պետությունից թռնի, հակառակ դեպքում բերմանքը ենթարկեն կտանեն գտատեն։ Դրա համար ցավները տանեն։ Դրա համար, որտեղ էլ այլևս Գագիկ Ծառուկյանը չի կարողանում մարդկանց ունեցվածքը խլի, ինչպես որ խլել է։ Ու այո, Գագիկ Ծառուկյանը լիքը մարդկանց վնաս է տվել։ Լիքը մարդկանց ունեցվածք է խլել, հողատարածքներ է խլել։ Տեսա մարդիկ դրել արարել են, հող են մշակել։ Չգիտեմ, աբարոտման են բերել, դրել ամեն ձևով Գագիկ Ծառուկյանը այդ մարդկանց ունեցվածքը ձեռից խլել է։ Եվ հենց այդ մարդիկ նեղացած են վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ասում են Մանվել ջան, այս էսի շթվին իմ այսքան արած դրածս եկավ ձեռիցս խլեց։ Միջև հիմա գործ ասում է քննչական կոմիտեում է։ Անորոշ իրավիճակով։ Այդ դրա համար հայ մարդը նեղացած է վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որովհետև Գագիկ Ծառուկյանը պատասխանատվության չի ենթարկվել նրա համար, որ հայ մարդու ունեցվածքը ձեռից խլել է։ Այդ դրա համար նեղացած է։ Բայց էլի այդ նեղացած հայ մարդու ցավը տանեն։ Ինքը նեղացած է։ Ինքը թշնամի չի։ Ինքը չի թշնամացել իր սեփական ընտրության վրա, ինքը ուղղակի լեգիտիմ պատճառներով ջղայնացած է։ Ինչպես այլ քաղաքացիներ են լեգիտիմ պատճառներով ջղայնացած վարչապետից, որ Քոչարյանը միջև հիմա բերանը ծուրտիկ խոխել միջև հիմա ոռնում է։ Միջև հիմա հաչում է։ Բայց հո թշնամին չէ, թշնամակով չեն վերաբերվում։ Նրանք էլի իրենց ասելիք հասելու են հունիսի 7-ին, իրենց անելիք անելու են եւ վերջնականապես իրենց վրեժը լուծելու են սրանցից։ Ինչպես ես։ Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն 2018 թվականի ձեռքբերման հանուն հայ մարդու ազատ անվախ իր սեփական պետությունում արարելու աշխատելու, իր սեփական պետությունում անվախ իր ժամացը վայելելու, իր սեփական պետությունում իր սեփական իշխանության ճակատագիրը որոշելուց, մի խոսքով հանուն հայ մարդու վերջ թավիշին, հանուն հայ մարդու, հանուն չենք ասում հանուն սրա, հանուն նրա, ոչ, ասում ենք հանուն հայ մարդու վերջ թավիշին, վերջ։ Պետությունը պետք է գործի, պետությունը պետք է այո շատ խիստ ջղայնանա, այն ինչ որ այս տարվա մեջ չի արել, մեկ օրում անի։ Պետությունը այն ինչ որ այս տարվա մեջ չի արել սրանց, այն ինչ ձևով որ արժանի են չի վարվել սրանց հետ, մեկ ժամում պետք է հետի անի, մեկ ժամում։ Ու պետությունը կարա անի, պետության դեմը խաղ չկա։ Պետությունը կարա անի, ու պետությունը պտի անի։ Ու պետությունը պտի անի հանուն պետության, հանուն Հայաստանի Հանրապետության, պետությունը պետք է անի։ Սիրելի հայ ժողովուրդ, սա մեր վերջի պատերազմն է։ Եվ հունիսի 7-ում այս պատերազմում, որ մեզնից թալանված կապիտալը որպես զենք մեր իսկ կողմից վերջված փանթի փաթեթը ուղղել է մեր վրա եւ պատերազմ է հրահրել մեզ, մեր արյունը մի ճառեսորս ծծում է, այս արյուն ծծողները։ Սա վերջի պատերազմն է եւ այս վերջի պատերազմում հունիսի 7-ին մենք ջախջախիչ հաղթանակ ենք ունենալու եւ հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում վերջնականապես հաստատվելու է խաղաղությունը, վերջնականապես, եւ սրանց գործնեությունը, լինելությունը դադարեցվելու է
Հայաստանի Հանրապետությունում։ Ես այդ ամենը անելու եմ իմ սեփական կյանքի գնով, անհնարինը հնարավոր սարքելով, անհնարինը հնարավոր սարքելով։ Իսկ դուք այդ կալուգացիներ, այդ գյուղացիներ, այդ որ տենց կալուգաներից եկել եք, Հայաստանի Հանրապետության գյուղերը, քաղաքները իրարից չտարբերելով, տենց կուրաժիտ եք գալիս, դուք շատ մոտիկից հայ մարդու հետ ծանոթանալու եք եւ փոշմանելու եք միջև կյանքներիդ վերջ, որ դուք հայ մարդուն չեք ճանաչել, փոշմանելու եք։ Այս խոսքերի իրականությունը եւ լրջությունը հաշված ժամերի ընթացքում, օրերի ընթացքում դուք ձեր սեփական մաշկի վրա կզգաք։ Հայ մարդ, քաղաքական մակարդակով բոլորը զինվեք, վրեժ խնդրությամբ քաղաքական մակարդակով, որովհետև այո, մենք վերջնականապես հունիսի 7-ին ստանձնելով դատավորի դերը ստանձնելով քաղաքակիր մակարդակով մենք մեր վրեժը սրանցից լուծելու ենք վերջնականապես։ Եվ Հայաստանի Հանրապետությունը խաղաղվելու է այլևս։ Հայաստանի Հանրապետությունում հունիսի 8-ին այլևս վերջնականապես 100%-ով հաստատվելու է խաղաղությունը։ Անձամբ ես օրորի ժամ առ ժամ զիվում եմ վրեժ խնդրությամբ քաղաքական մակարդակով։ Թող ինձ որևէ մեկը չգնահատի, ասես ինչ խոսքեր ես ասում։ Այո, ես վրեժ ունեմ սրանցից լուծելու, որովհետև սրանք ոչ մի կապ չեն ունացել հայ մարդու հետ։ Սրանք հայ մարդկանց արևանգած վախի ստախի մեջ պահածներն են։ Սրանք հայ մարդկանց իրենց իրավունքներից զրկածներն են։ Սրանք հայ մարդկանց սեփականությունը, հարստությունը իրենց անձնական շահերի համար օգտագործածներն են։ Սրանք հայ մարդու հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց գույք պարկի դիմաց տվածներն են։ Սրանք հայ մարդկանց կրակած սպանածներն են։ Սրանք չեն ներվելու։ Սրանք չեն խնայվելու եւ սրանց բերանից տասնյակ տարիներով հայ մարդու ծծած ծարունը քաղաքական մակարդակով բարար գետին նման հունիսի 7-ին հոսելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով մեկ։ Եվ հունիսի 8-ին սրանց գործունեությունը եւ տեսանելիությունը դադարեցվելու է Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ կա որ։ Ու գախնիկ, հա։ Մա Ղարաբաղյան խուլիգան մաֆիային։ Մա Ղարաբաղյան խուլիգան մաֆիայի։ Մա այս փանթի օլիգարխային, այս օտարերկրյա օլիգարխային, որ միջև հիմա Հայաստանի Հանրապետության գյուղերը քաղաքներից չեն տարբերում։ Մա հայ մարդուն տասնյակ տարիներով առնակ համարածներին, մահ տասնյակ տարիներով հայ մարդու հարստությունը իրենց անձնական հաջողությունների եւ հարստությունների համար աշխատացրածներին։ Եվ այդ մահը հունիսի 7-ին գալու է եւ ձեր դռան դեմը չոքելու է։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Դուխով ցավները տանեմ։ Մեր պայքարը արդար է։ Մենք սպասարկում ենք մեր սեփական պետության շահերը։ Մենք սպասարկում ենք խաղաղության շահը, մենք սպասարկում ենք հայ մարդու շահը։ Մեր դեմը խաղ չկա։ Թող մտածեն նրանք, ովքեր օտարի շահն են սպասարկում։ Թող մտածեն նրանք, ովքեր ընդդիմանալով խաղաղությանը ամեն ինչ անում են, որպեսզի հայ մարդուն ներքաշեն մեծ պատերազմի մեջ, կորցնելով ամեն ինչ, ինչա, որպեսզի իրենք գուբերնայի պորտֆելները ստանան։ Թող դրանք մտածեն։ Մենք մտածելու ինչ ունենք։ Թող մեզնից տասնյակ տարիներով Թող մեզ այն որ տասնյակ տարիներով մեզ թալանել են Հայաստանի Հանրապետությունը որպես փող աշխատելու միջոց իրենց ազնական հարստության համար աշխատացրել են, թող դրանք մտածեն։ Թող նրանք մտածեն, մենք մեր սեփական պետությանը որպես խոպանջ չենք վերաբերվել։ Մենք մեր սեփական պետությունում հյուր չենք եղել, հյուրի կարգավիճակով չենք եղել։ Թող նրանք մտածեն այդ օտար երկրի այդ կալուգացիները, այդ օտար երկրի այդ ալիգարխը, այդ Մոսկվա բնակ ալիգարխը, այդ փանթի ալիգարխը թող մտածի, որ այս պետությունում միշտ եղել է հյուրի կարգավիճակում։ Հյուրի կարգավիճակում եկել այ հարստությունը չտեսավարի ցույցատվեք կուրաժի տեղի գնացել։ Հայ թող դրանք մտածեն։ Մենք մտածելու ինչ ունենք։ Մենք չունենք մտածելու։ Մենք արդեն վաղվանուց մտածել ենք, շատ վաղուց։ Մենք ունենք ասելու, ունենք անելու, ունենք ստանալու։ Մենք մեր ասելիքը կանենք, մեր անելիքը կանենք, մեր ստանալիքը կստանանք։ Այսքանը անհնարին հնարավոր է։ Ես իմ կյանքի գնով եմ այդ ամեն անելու։ Իմ կյանքի գնով։ Այն անհնարին հնարավոր սարքելով, որի մասին սրանք ամենայն սարսափել է երազում, անհնար է մտածել, անհնար է ուղղակի մտածել։ Իհարկե, քաղաքակիրթ մակարդակով, քաղաքակիրթ։ Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ մարդու, հանուն խաղաղության, հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, ինքնուրույնության վերջ
Թավիշին, հանուն հայ մարդու, վերջ ուղակի Թավիշին, վերջ։ Աստծով կապի մեջ ժողովուրդ ջան։